ԱՄՆ կոնգրեսը չի կարողացել ընդունել հոկտեմբերի 1-ից սկսվող ֆինանսական տարվա բյուջեն, դա նշանակում է, որ կառավարության աշխատանքը մասամբ դադարեցվել է։ Ֆորմալ առումով կառավարությունը միջոցներ չունի պետական ծառայողների աշխատանքի վարձատրության համար։ Պետական պաշտոնյաների մեծ մասը այսպես կոչված շաթդաունի ժամանակ կգնա չվճարվող արձակուրդի։ Կրիտիկական նշանակության կառույցների աշխատակիցները, այդ թվում զինվորականներն ու առողջապահության ոլորտի բուժաշխատողները, շաթդաունի ժամանակ աշխատեն առանց աշխատավարձի։ Այս մասին Օրագիր Նյուզը զրուցեց քաղաքագետ Արա Պապյանի հետ, ով նշեց, որ ԱՄՆ պատմության մեջ սա առաջին դեպքը չէ։ Պիտի ասեմ, որ սա առաջին դեպքը չի։ Ամերիկայի պատմության մեջ եղել են նման դեպքեր, չեմ ասի շատ հաճախ, բայց մի քանի տարի մեկ լինում է։ Իհարկե սա ահագին խոչընդոտներ է ստեղծելու, որովհետև ըստ էության սառեցվում են շատ գործընթացներ, օրինակ անգամ Հայաստանում գտնվող ԱՄՆ դեսպանատունը, օրինակ ինքն է սառեցրել որոշ գործընթացներ եւ այլն, դա բացասաբար ազդելու մինչեւ կարողանա, ասենք, կոնգրեսը եւ նախագահը ընդհանուր լուծում գտնեն եւ լավ չի Ամերիկայի համար, լավ չի նաեւ համաշխարհային տնտեսության համար, բայց կործանիչ չի, այսպես ասեմ։ Դժվարություններ կլինի, բայց հաղթահարելի են։ Հարցին, թե արդյոք ինչ-որ կերպ կազդի այս շաթդաունը հայ-ամերիկյան հարաբերությունների վրա, քաղաքագետը պատասխանեց. Չեմ կարծում, որովհետև մենք մեծ շրջանառություն չունենք Միացյալ Նահանգների հետ, եւ ասենք դա այդպես չի ազդել։ Օրինակ մեզ վրա Թրամփի մտցրած 10% դրույքաչափը ապրանքների ներմուծման դեպքում Հայաստանից ԱՄՆ ըստ էության ավելի ազդեցություն ունեցավ, քան սա։ Չի ազդի, այսինքն, որովհետև չունենք որևէ լուրջ շրջանառություն։ Իսկ վերջում խոսելով այս շաթդաունի տարբերությունից նախորդ 15-ից Պապյանը նշեց. Սա կարծում եմ ավելի պայմանավորված է Թրամփի միահեծան քաղաքականության ձգտումով, որովհետև ինքը շատ հարցերում արհամարհում է կոնգրեսը, գիտեք, ամենուր շատ ընդունված է, որ օրենքով պիտի լուծվի, իսկ օրենքը նշանակում է պիտի անցնի համապատասխանաբար կամ ներկայացուցիչների պալատ, կամ սենատի պալատ, կամ երկուսը միասին, նայած ինչ կարգի բան է, իսկ Թրամփը շրջանցում է հաճախ եւ այսպես ասած executive order, այսինքն գործադիր հրամանագրերով է կառավարում երկիրը, որը բնավ դուր չի գալի կոնգրեսին եւ կարծեմ սա դրանով է պայմանավորված։ Սա ավելի շատ միջանձնային խնդիր է, որտեղ ինքը նաեւ անգամ խնդիր ունի իր հանրապետականների ներսում։ Անավկարում կարծում եմ սա է առանձնահատկությունը։